Եվրամիությունը համարում է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովին հաջորդած մեկ տարում առևտրի և տարանցման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումների ընդլայնումը կարևոր նվաճումներ են։ Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական քայլեր էին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Անիտա Հիփերը։ Նրա խոսքով կողմերը կարևոր առաջընթաց են գրանցել, որը շահավետ է երկու երկրի համար էլ։ Նա շեշտել է, Բրյուսելը անհրաժեշտ է համարում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակվի, խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվի և վավերացվի։ Եմենն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի շարունակմանը։ Խոսքը օրինակ կապի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում գործակցության ընդլայնման մասին է, հավելել է Հիփերը։ Ըստ պաշտոնյայի ոչ պակաս կարևոր է շարունակել սահմանազատումը և սահմանագծումը, հաշտեցման աշխատանքները, հասցեագրել մարդասիրական խնդիրները։ Եմեն պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել և կիսվել փորձով, ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։ Մոսկվան խիստ միջոցներ կձեռնարկի չեզոքացնելու Ուկրաինային արևմուտքի աջակցությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովը խոստացել է թույլատրել հանրապետության ռազմական ներուժը։ Մենք արդեն դա անում ենք և արդյունքների հասնում, ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով հենց դրանով է պայմանավորված, որ ավելի ու ավելի շատ կոչեր են հնչում անհապաղ դադարեցնելու պատերազմը, սակայն դա չի աշխատի։ Կանգ են առնում, երբ երկարաժամկետ, հուսալի և կայուն կարգավորման հեռանկար է լինում։ Խոսելով կարգավորման գործընթացին Վաշինգտոնի ներգրավվածության մասին, Լավրովը հայտարարել է, որ Կրեմլը վերջնագրեր չի ներկայացնում ԱՄՆ-ին, Կիևին զենքի և հետախուզական մատակարարումները դադարեցնելու համար։ Մոսկվան հարցում է ուղարկել պետքարտուղարություն Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներին ամերիկյան կողմի հնարավոր ներգրավվածության մասին։ Արտգործնախարարը հավելել է, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել Սպիտակ տան բանագնացներին, այլ հարց է, թե ինչ օրակարգով և առաջարկներով նրանք կայցելեն Մոսկվա։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվային և Կիևին Անկարայի առաջարկը դադարեցնել Սև ծովում ռազմական գործողությունները։ Ավելի վաղ Արևմտյան մամուլը գրել էր, որ Ուկրաինան ևս Ռուսաստանին առաջարկել է հրադադարի ռեժիմ սահմանել Սև ծովում և չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նշվում է, որ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել երրորդ կողմի միջոցով և սպասում է պատասխանի։ Մարիա Զախարովան հայտնել է, որ մորատորիում սահմանելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն ստացել և տեղյակ չեն թուրքական կողմի նախաձեռնության պայմաններին։ Զախարովայի խոսքով ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում միակողմանիորեն դադարեցնել Սև ծովում ռազմական գործողությունները։ ԱԳՆ խոսնակը մեղադրել է ուկրաինական կողմին Սև ծովում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։ Չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նշան և հետևաբար ոչ մի հիմք մասնակի միջոցառումների համար, որոնք պարզապես հնարավորություն կտան Կիևին որոշ ժամանակով շունչ քաշել, պարզաբանել է Զախարովան։ Նա կրկնել է, երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն, եթե արմատախիլարվեն հակամարտության սկզբնապատճառները։ Առաջին հերթին խոսքը ՆԱՏՕ-ի ընդլայնման և Կիևին հյուսիսատլանտյան դաշինք ներգրավելու փորձերի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքների, ինչպես նաև Կիևի վերահսկողության տակ մնացած տարածքներում ռուս և ռուսախոս բնակչության իրավունքների մասին է, եզրափակել է Մարիա Զախարովան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության երկնքում ուկրաինական 553 ԱԹՍ ոչնչացնելու մասին, Բելգորոդի մարզում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Թիրախում է հայտնվել Լենինգրադի մարզը, Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Թվերի մարզում Wildberries-ի պահեստը։ ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դրանք հաջողվել է չեզոքացնել։ Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Կրամատորսկին, վնասվել է բազմահարկ բնակելի շենք, հրդեհ է բռնկվել, զոհեր կան Սումիի շրջանում, թիրախավորվել է Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Նաև տեղեկություններ կան, որ ԱԹՍ-ը խոցվել Լատվիայի երկնքում, գործողությանը ներգրավվել են ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱԹՍ-ի ծագումը դեռ հայտնի չէ։ Անօդաչու սարք է ընկել նաև Ռումինիայի տարածքում, այն հայտնաբերվել է Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։ Դիանա Գասպարյան, լուրեր։